ուսուցիչներ, սովորողներ։ Այսօր մենք խոսելու եւ ներկայացնելու ենք մասնագիտական կողմնորոշման, մասնագիտությունների ընտրության եւ դրանց տեսակների մասին։ Հաշվի առնելով այն փաստը, որ դպրոց հաճախելու առաջին իսկ օրվանից, ի շնորհիվ ձեզ, սիրելի ուսուցիչներ, մենք ամեն օր առնչվում ենք տարբեր մասնագիտությունների հետ եւ անգամ չենք էլ կռահում, որ հենց ձեր շնորհիվ եք կանգնում այդ բարդ խնդրի լուծման եւ ընտրության առջեւ։ Դուք, սիրելի ուսուցիչներ, կիրառում եք կրթական բոլոր չափորոշիչները, բաց թեմաներ, քննարկումներ, բանավեճեր, նախագծային պարզ աշխատանքներ եւ ցուցադրություններ։ Իրավիճակների առաջադրումներ եւ քննարկումներ, հրապարակային ներկայացումներ, շնորհանդեսներ, ուսուցողական ֆիլմերի դիտումներ, հանդեսներ։ Այսօր մենք ցանկանում ենք ձեզնից Մասնավարժի մասնագիտությունը սովորող զբաղվելով սերունդների դաստիարակ չեն կարողանում հասկանալ ինքներս մեզ, հաճախ դիմում ենք հոգեբանի օգնությանը։ Հոգեբանությունը փիլիսոփայական միջով է, որն ուսումնասիրում է մարդու հոգեկան գործընթացների, հոգեկան վիճակի, հոգեկան հավասարակշռության, առաջացման ձևավորման, զարգացման առանձնահատկությունների տարբեր հասկացությունների սահմանումները։ Աստիճան ֆիզիկայի հիմքը դրվել է 17-րդ դարում Գալիլեո Գալիլեի կողմից։ Ֆիզիկան սկզբում եղել է որպես փիլիսոփայություն, հետո որպես ֆիզիկա, որը լայն հնարավորություն է տալիս բացահայտել ամբողջ աշխարհը։ կամ իրավագիտություն։ Հիվանդի հետ հաղորդակցելուց հետո, բացահայտելով հիվանդի մոտիվանության տեսակը, խորհրդակցում է նաև տարբեր բժիշկների հետ, գալով ընդհանուր հայտարարի, ճիշտ բուժական տակտիկա դրսևորելով։ Ամենային մասնագիտություններից մեկը, որը ծնունդ է առել 1424 թվականին նոյեմբերի 10-ին։ Ծրագրավորումը հիմա չէ, որի հետ է եկել։ Դեռ շատ վաղուց, երբ ծովիկներով, փայտիկներով ստացել են այլ պատկերներ։ Առաջին ծրագրավորողը եղել է կին Ատտա Լավրիսը, ովացի հայտնի պոետ Բայրոնի դուստր։ Գեղարվեստական մոտեցում։ Սա իր հերթին գիտություն է, արվեստ եւ պրակտիկա։ Լուսանկարել կարող են բոլորը, սակայն լուսանկարիչներ դառնում են նրանք, ովքեր ունեն բացառիկ հնարավորություններ։ Ինձ համար նկարել ամեն հիվանդի տեսնում է, ես դիտակով տեմ տեսնում, իմ համար պետք է նկարել, էքսպերտ քեզի։ Գործարկումն արվեստ է։ Այսօր արտադրական բոլոր բնագավառներում պահանջվում են տեխնոլոգներ, սննդի, գործվածքի, նավթահանության, քիմիայի եւ այլ բնագավառների։ Կազմավորվում է մետաղը տաքացում եւ ծնվում է մարդկության ամենահին մասնագիտություններից մեկը՝ ոսկեչությունը։ Հայաստանում այն ձևավորվել է մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում։ Հիշատակվում են ձիու բժիշկները։ Նրանք հիմնականում ծառայում էին թագավորական ախորներում կամ ձիեփոծող ազնվականների մոտ, իսկ պատերազմների ժամանակ ուղեկցում էին Եզերազորին։ Նրանք միայն ձիերի չէ, որ բուժում էին։ Շատ երկար ժամանակ այն ձգվում էր շիճուկ գավազանում են նստածից եւ այդպես կատարվում էր ստացվում պանի պատրաստման առաջին փորձներ։ Երկար տարիներ պանի պատրաստման մեթոդները պահվում էին ակտիվ եւ փոխանցվում էին միայն սերնդից սերունդ։ Այս արհեստը համարում էին ընտանեկան հարստություն։ Այներում հասնում է խաղողը, բոլորը շտապում էին ժամանակին հետը հավաքելու։ Մասնագիտական առարկայի դասաժամերի խմբում հանդիպում մասնագետների հետ շրջանակներում այցելեցինք Երևանի Պրոշյանի եւ գինու եւ կոնյակի գործարան։ Եվ իպես Խոհարարությունն առաջացել է շատ հին ժամանակներից, երբ մարդն ասած գիտակցված սննդի Եվ ներկայացնել թե ինչ դերում են մասնագիտությունները մարդկության համար։ Իրավետեցիկ մասնագիտությունների աշխարհի մասին տեղեկատվություն ձեռք բերելու կարողությունների։ Մասնագիտական կողմնորոշում առարկայի 8-րդ եւ 10-րդ դասարանների կողմից կազմակերպված պրեզենտացիան
մոտեցավ իր դեմաբանական ավարտին։ Սիրով խոսքը փոխանցում ենք բազմակցի Նվեր Սաֆարյանի անվան միջնակազմության տնօրեն Տիկին Մարիա Մադարյանին։ Տարբեր տեղերից, տարբեր ձևերով ձեր երեխաների մոտիվացիաները ընդունեք որպեսզի եւ ուղղորդեք իրենց մասնագիտությունների ընտրության հարցը։ Մասնագիտություն ընտրելուց առաջ մենք պետք է ինքներս մեզ հարց տանք։ Արդյոք դա իմ մասնագիտությունն է,